պատրաստեք Այո։ համեցեք։ Հարկելի ավականու անդամներ, հարկելի ներկաներ, ինչպես արդեն հայտնել ենք 33 ավականու անդամներից ներկա են 18-ը, քննարկության արդյունքներում ամփոփելուց հետո պարզվեց, որ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քննարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Սետրակ ձերը թեթեթը խերով է։ Հաբիա չերևաց։ Խերով է դիլի կտատեր։ Խերով է։ Բոլոր հաշվարկները լավ։ Ես պետք է իմ շնորհակալության խոսքը ասեմ։ Սիրելի ներկաներ, շատ պարտավորեցնող է նախ շնորհակալություն ավականու անդամներին, ովքեր ինձ վստահեց։ Ես կարող եմ մի բան ասել, որ երբեք ձեր վստահությունը կտեսնեք ժողովրդի եւ ձեր վստահությունը երբեք չեք հանգարց ամաչի իմ փոխարեն։ Ինչքան էլ սարքեն, սարքելը շատ ուժեղ ստացվում է, ճիշտ ասած, ամենահավանականը մեր ազգի մեջ այդ կողմը լավ կողմ չի, մենք շատ ավելի դրական կողմեր ունենք եւ ես ուզում եի, որ ասենք ազգի մեջ ավելի դրականը շատ լիներ, քան բացասականը։ Մի խոսքով ես շնորհակալություն եմ հայտնում եւ մի բան եմ ուզում ասել։ Սուրբ Գիրքն ասում է, թե լավ է Աստծո կամքով մի ворդ լինեի, քան մարդկանց կամքով թագավոր եւ իշխան։ Ես գցել եմ Տիրոջը եւ ասել եմ։ Նախ ես մի քիչ առաջ ասեցի, որ մարդկային խելքով ինձ պետք չէր։ Եթե հոգիս թելադրում է, դուք հավատացեք, որ մարդը պետք է հոգուն լսի, խելքը պահի տակ կտանի կործանման, նամանավանդ մարմինը, հոգին ինչ որ թելադրում է, այդպես առաջնորդվեք, օրինակ ինձ այդպես առաջնորդել է ի վերուստ, գիտեք այդ դուխը, այդ ամեն ինչը մարդու միջից գալիս է հոգեպես, Գրիգոր Տատևացին ասում է, թե հոգին ինչ է, հոգին հուր է եւ աննյութ, լույս թափանցիկ, հողմ անվայրափակ։ Տեսեք, հոգին հուր է եւ աննյութ։ Նյութը, փայտը պիտի վառենք, որ ջերմություն ստանանք, բայց հոգին աննյութից ջերմություն է։ Ինքը լույս է, որ մենք տեսնում ենք, մտքով սավառնում ենք, հոգին լույս է։ Եվ հողմ է, շունչ է, տեսեք, որ հոգին տալիս ենք, մարմինը ջերմությունը գնում է, մարմինը անշնչանում է, շունչը դուրս է գալիս մարդու բերանից։ Եվ ասում է, քանի հոգի են, չի ասում, քանի մարդ են։ Այսինքն, եթե կարևոր վճիռներ պիտի կայացնեք ձեր մեջ, ուրեմն անպայման հարցրեք ձեր հոգուն, թե ինչ է ինքը թելադրում։ Իհարկե կարող է եւ ամեն ինչ անեն, որովհետեւ ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է որտեղ գրել։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը, աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Մի խոսքով չեմ ուզում ես հիմա անցնել այդ դաշտ, հետական ցույց կտա։ Բայց մի բան գիտեմ, որ Երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել, պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում եի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանգարց որևիցե մեկը ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել, իմս այդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցում բան, հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։
Գցե մարմինս կոդրեն, հոգիս չեն կոդրի, միանշանակ ես այդ սկզբունքով եմ։ Եվ մի բան գիտեք, որ մարդկանց հələ մի բան չեն արել, թողեցին ու գնացին։ Ամբողջությամբ թողին, գնացին բան։ Այսքան քրեական գործերը վրես ես եկե ստանձնել եմ այս պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջադագով լինել։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ու դուք կտեսնեք, որ ոնց որ առաջ էր, որ ասում էին, թե մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Ջարահաջալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն գալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Ես ամեն շաբաթ 2 հատ ընդունելություն եմ արել։ Ուրբաթ օրերը մասսայական, շաբաթ օրերն էլ բաժնիպետերի վրա եմ արել, որ ասում է բաժնիպետերից եթե գոչեք, արագ ինձ ճանապարհին բռնեցրեք։ Տեսնում եք, թե ոնց էին բաժնիպետերը ընկնում մարդկանց, խնդրում ենք չասեք, խնդրում ենք չասեք, խնդրում ենք չասեք։ Այդ սկզբունքը ես պահել եմ, որտեղել եմ ու այդպես շարունակելու եմ մինչև վերջ։ Չեմ ուզում շատ երկար բաներ ասել։ Եթե շատ ասել եմ, ես ինձ կներեք, որովհետև որ ասում է հայր մեր չի ասում հայրիմ, այլ աղոթում է բոլորի համար, աղոթողը։ Եթե մի քիչ մեծամիտ եմ եղել, եթե մի քիչ ասենք ձայնս բարձր է, առողջությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք, բոլորից եմ ասում, բոլոր մեր տեխնազուներից, եթե ինչ որ որևիցե մեկը ինչ որ բան է զգացել, ինձ ներողամիտ եղեք եւ ժողովրդին եւ տեխնազուներին եւ մնացածին։ Շնորհակալություն, առաջ Աստված։ Հիմա կտեսնեմ, կյանքը սարի հրապարակ, ոտքի կողան ամեքին, խապան, խոպան ու ամպդող անցավ առանց արդյունքի։ Ինչքան ծաղիկ պիտի ոսկներ, որ չբոսավ է սողին, ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին, Հովհաննես Թումանյան։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասի, համայնքի ղեկավարը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո 3-րդ օրացուցային օրը։ Ավականու օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի բնակիչներին տրված երդման։ Հիմք ընդունելով վերոհիշյալը Գյումրի քաղաքի ղեկավար Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 19-ին օրենքի ուժով հրավիրված ավականու երդմնակալության նիստին։ Այս ժամանակ թող եպիսկոպոսը Աջապահյանը գա։ Կհրավիրենք։ Նիստը տեղի ունենալու Գյումրու քաղաքապետարանի ավականու նիստերի դահլիճում ժամը 11-ին։ Ավականու հարգելի անդամներ, նիստին մասնակցելու համար խնդրում եմ ներկայանալ ոչ ուշ քան ժամը 10:30-ին։ Գրանցումը կազմակերպելու համար ավականու հարգելի անդամներ, խնդրում եմ այս տեղեկատվությունը ընդունել ի գիտություն։ Օրակարգի վերջին հարցը։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավականու հերթական նիստի գումարման օրը եւ ժամը սահմանելու մասին։ Համաձայն ավականու կանոնակարգի 96-րդ կետի առաջարկում եմ ավականու հերթական նիստը գումարել 2025 թվականի մայիսի 2-ին։ Ժամը 12-ին, հա։ Եթե հարցեր կան, սրա վերաբերյալ կարող եք ասել։ Քվեարկում ենք։ Բարի։ Խնդրում եմ քվեարկենք, ովքեր են կողմ մայիսի 2-ին նիստը լինի։
Բարի Ձեդրակ ջան, մի բան ունեմ։ Դեմ։ Ձերմբա։ Ձեդրակ ունի դու ասած ձերմբա։ Որոշումը ընդունվեց, օրակարգի հարցերը սպառված է։ Ներողություն։ Այո։ Քվեարկության Քվեարկության արդյունքները։ Այդպես է, հա։ Այո, այո։ Լավ քվեարկենք, հա։ Քվեարկության արդյունքները, հա։ Հա, լավ, բարի։ Ուր անենք։ Արձանագրությունը դուր ասենք։ Տարեպահել ես ասում ես, ասա, ոնց ասենք։ Հիմա մենք մայիսի 2-ին է թելը։ Բայց հաստատիմ է։ Ասեք, թող ասեք։ Մեր քաղաքապետարանը 5 խոհ։ Բարի, նշեք դա։ Հիմա բոլորը պետք է ասեն, հա։ Համեցեք։ Երկու կողմ, բարի։ Հայաստանի կոմունիստական կուսակցություն 8 կողմ։ Ջան։ Ինքնզոր համայնքնաբարձություն 3 կողմ։ Բարի։ 18 կողմով միաձայն անցավ։ Բարի։ Հիմա նորից պետք է քվեարկենք։ Ես խնդրում եմ նորից քվեարկենք, հա, քվեարկենք։ Ովքեր են կողմ այդ ասացի համար։ Արձանագրություն կա, բանկա է դիք խառնվենք իրավար։ Всё, վերջացրեցինք, շնորհակալություն, բոլորիցս շնորհակալություն։ Էստեղ կա։ Էստեղ կա։ Գևոր։ Բայց հետ գնացեք։ Ահա, բյանի բառը։